այդ լավ տրյուկ է, որ մեկ էլ բերում են բան, ասում են սենց, ես ամեն ինչը ես կարդացի այս գրքերի մեջ ու հետը բերում են, ասենք երկու ճամպրուկ գիրք, ասում են ով չի հավատում, գնացեք այս գրքերի մեջ կարդացեք, բարձա, ոչ իրանք են կարդացել, ոչ էլ ուրիշ որևէ մեկն է կարդալու։ Հիմա, այսինքն հիմա էլ նոր բան են գտել, այդ նույն փոცხի վրա կանգնելու այդ սովորությունը ինձ հիացնում է ընդհանրապես։ Հիմա էլ նոր բան են գտել, այսինքն թարմացրել են 2019 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունը։ Հիմա հետ գնանք։ Մի անգամ այդ փոცხի վրա կանգնեցին բանը, հուշագրերը չեն հրապարակում հուշագրերը։ Այդ փոცხով մի հատ կանգնեցին, լավ փոცხի վրա։ Դրանից առաջ խաղաղության համաձայնագիրը, չեն գնում էին, նայում էին, դուրս էին գալիս, ասենց քրտնաթոր ինտերվյուներ էին տալիս բան, որ այսինքն բան զարթնիր լավ, խաղաղության համաձայնագրի մեջ սարսափելի եւ այլն, խաղաղության համաձայնագիրը հիմա հրապարակված է։ Հիմա ձեզ թվում է թե այդ 2019 թվականի այդ ձեր գովական առաջարկությունը չի հրապարակվելու։ Ձգում ենք, հանգիստ տեղավորվեք այդ փոცხի վրա, հանգիստ նորմալ տեղավորվեք այդ փոცხի վրա, որովհետև այդ փոცხը նույն տեղը բան անելու, վայրեջք կատարելու, ճշգրիտ նույն տեղը։ Եվ ինչ վերաբերվում է կուսակցությունների մասին օրենքին, որ ասում եք մենք ենք ընդունել, եթե այդ կուսակցությունների մասին օրենքը ձեզ հնարավորություն է տալիս գնալ փակվել որևէ տեղ, փակվել բառից բուն իմաստով եւ կուսակցական ժողով անել, ուրեմն դա վատ, այսինքն վատ սողանցքներ է թողել։ Ինչ է նշանակում կուսակցությունը գնա փակվի, կոնսպիրատիվ համաժողով, այդ կուսակցությունն է թե բան, շոր խմբակ։ Կոնսպիրատիվ չեմ ուզում ասեմ ահաբեկչական։ Պետք է փոխել այդ օրենքը, պետք է արգելել դա։ Ինչ է նշանակում գնալ փակվել Ծաղկաձորում բան կամ որևէ տեղ, չգիտեմ, մայրաքաղաքից հեռու, որ հանկարծ ոչ մեկ չիմանա եւ այլն, վերջում էլ գալ երկու տող հաղորդագրություն անել, թե այս ընտրվել է, այստեղ էս ո՞նց է ընտրվել, ո՞նց է, ով է ընտրել, ուր է քվեաթերթիկները, ուր է քվեարկությունը։ Դուք ինձ մեղադրեցիք սուտ ասելու մեջ, ես ուզում եմ առիթից օգտվել եւ ձեզ մեղադրել սուտ ասելու մեջ, որովհետեւ եթե ձեր ասածները ճիշտ լիներ, հիմա դուք ասենք այս վերջին 7 տարում 87 անգամ հեղափոխություն անելու կոչ եք արել։ Հիմա Վաշինգտոնի հռչակագրից հետո, այդ խաղաղության համաձայնագրի հրապարակումից հետո, նույնիսկ հուշագրերի հրապարակումից հետո հեղափոխության կոչ չեք, ինչ գործ ունեք խորհրդանում։ Բամեն շտենց վատա հրապարակային էլ տեքստ է, բոլորը կարդում են։ Հիմա դուք կարիք չունեք, որ կոնսպիրատիվ ինֆորմացիա տալ։ Այն ինչ որ դուք ասում եք, բոլոր մարդիկ գիտեն, բա դուրս եկեք հրապարակներ, կոչ արեք, հեղափոխություն արեք, բա ինչ եք եկել այս փափուկաթորներին նստել եւ այդ փափուկաթորներից բան եք անում։ Կանգնեք էլ չնստեք, գնացեք, ինչ գործ ունեք բա ստեղ, ինչ գործ ունեք ստեղ բա, այդ տեսակ որ սուտ եք ասում, բա որ այդ ամեն ինչը ճիշտ է, բա ուր են ձեր զանգվածները, ուրա ձեր հեղափոխությունը, ոնց տես թողում եք համակերպվում եք դուք այդ ամեն ինչի հետ, համակերպվում եք այդ ամեն ինչի հետ, բա ամոթ չի, բա դա, դաշնակ, բա այս ամեն ինչի հետ եկել նստել եք, գործուղնումների եք գնում, չգիտեմ ինչ եք անում, հա? Արմեն Գևորգյաններ են նորը ԵԽԽՎ-ում, հա, առանց գործուղման է գնացել։ Հա Մանուկյան, մենք էլ ենք իրար հետ գնացել։ Իր հաշվին է գնացել ԵԽԽՎ։ Իրար հետ ենք եղել։ Բա որ այդքան սարսափած դու եկել եք ստեղ նստել, բա ուր են մասաները, Բաղրամյան պողոտայի մանխալները որտեղ են։ Տարեք դրեք։ Հա, շատ լավ։ Իսկ եկեք Չեկայի եկեղեցու հարաբերություններին չանդրադառնանք, էլի։ Որովհետև ստիպված կլինենք, տենանք տարբերակենք։ Քանի ով ամեն փարաջահակած չի, որ պարտադիր պետքա եկեղեցական լինի, կարող է ընդհակառակը չեկիստ է։ Եվ այդ կոնֆլիկտը դրանով է հանգուցալուծվել, որ դե չասենք ինչ։ Երկրորդը նվիրատուների ցուցակը ազդարարում հրապարակվել է, բայց հիմա դուք կարանք ասենք ինչ շատ հարցեր է առաջացնում ԿՊ-ի նվիրատուների ցուցակը, բայց ես ուզում եմ տեսնեմ դաշնակցության նվիրատուների ցուցակը։ Ես ուզում եմ տեսնեմ ՊՈՒ-ի նվիրատուների ցուցակը։ Ուրա, որտեղ է։ Մենք տվեք նայենք այդ նվիրատուների ցուցակը։
Դուք չունեք նվիրատու, որովհետև ձեզ նվիրատու չի, որովհետև դուք քաղաքական գործունեությամբ չեք ծավալում, որ մի հատ չարչարվեք նվիրատվությամբ։ Դուք զբաղված եք կոնսպիրատիվ գործունեությամբ, ես ենթադրում եմ, որ ինչ որ երկրների բյուջեներից, բանից սակվոյաժներով ձեզ ֆինանսավորում են, դրա համար դուք չունեք այդ խնդիրը, չունեք նվիրատվություն եւ չունեք նվիրատվություն, դուք ունեք գուցե աշխատավարձ, որ գուցե ստանում եք ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, իրականում մեծ է գայթակղությունս մեր ընդդիմությանը հիշեցնել իրենց փառապանած Գևորգ Աճապահյանի այն մտքերը, թե ինչ կապ ունեն եկեղեցականները եւ KGB-ի գործակալները, բայց հարցս կտամ այլ թեմայից, բայց կխնդրեմ նաեւ ընդդիմությանը ում սրբադասում եք մեկ-մեկ հետևեք նրա արտահայտած մտքերին կամ հարցազրույցներին։ Հարցս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, պարոն Փաշինյան, ՄԱԿ-ում եւ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վերաժողովում ձեր ելույթներից հետո հնչում են կարծիքներ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի հիմնական մասի եւ Նախիջևանի միջև կապի մասով ձեր դիրքորոշումները կարծրացել են։ Ինչի հետ է սա կապված։ Շնորհակալ եմ Տիկին Մինասյան հարցի համար, բայց պիտի արձանագրեմ, որ ձեր նշած հարցերի վերաբերյալ իմ դիրքորոշումները չեն փոխվել, պարզապես չեն կարծրացել, չեն թուլացել, չեն փոխվել եւ այն ինչ արձանագրվել է, ընդ որում ես ուզում եմ օրով ասել 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, այդ ամեն ինչը մենք ոչ միայն դա մեր քաղաքականությունն է, մեր կամքն է, այլև մենք կարծում ենք, որ օր առաջ դա պետք է իրագործվի, րոպե առաջ դա պետք է իրագործվի։ Ինչու՞մ է խնդիրը։ Խնդիրը հետևյալի մեջ է, որ գիտեք, մենք ունենք ստորագրած եւ նախաստորագրած փաստաթղթեր։ Երբ որ հնչում են արտահայտություններ, որոնք չկան այդ թղթերի մեջ։ Օրինակ, խոսվեց արդեն, պարոն Թորոսյան այդ հարցը տվեց, օրինակ օգտագործվում է Զանգեզուրի միջանցք արտահայտությունը։ Լավ, մեր մոտ հարց ցածակում, որտեղից այդ արտահայտությունը։ Մենք բացում ենք, կարդում ենք այս թուղթը, հա, որը ստորագրել ենք Վաշինգտոնում։ Այս երկու Ադրբեջանի նախագահի հետ այս թուղթը ստորագրել ենք, Միացյալ Նահանգների նախագահն է իր հերթին ստորագրել է։ Ստեղ կա տենց արտահայտություն, չկա տենց արտահայտություն։ Շատ լավ, խաղաղության եւ միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր ենք նախաստորագրել։ Կա այնտեղ տենց արտահայտություն, չկա այնտեղ տենց արտահայտություն։ Երբևէ որևէ տեղում մենք ունենք ընդունած թուղթ, որտեղ նման արտահայտություն կա։ Չկա նման այդ արտահայտություն։ Հետևաբար դա ինչի համար է օգտագործվում։ Եվ ես պարզ հաս տվեցի, ասացի, որ կարծում եմ արժի, որ պարզաբանում հնչի։ Այդ որտեղի մասին է դա։ Ընդ որում դրա մասին ես խոսել եմ նաև ազգային ժողովի ամբիոնից, որովհետև այս կարևոր նյուանս է, որովհետև եթե օրինակ Ադրբեջանում այդ կերպ անվանում են, ենթադրենք Հորադիս Զանգելան ճանապարհը, այդտեղ մենք պետք է մեզ հարց տանք, դա մեզ հուզում է, թե մեզ չի հուզում։ Ես ասում եմ մեր երկրի եւ Ադրբեջան, նույնն էլ Ադրբեջանի պարագայում, իմիջիալը չստացի որ Ադրբեջանի պարագայում անուններ որոշողը Ադրբեջանն է, Հայաստանի պարագայում անուններ որոշողը Հայաստանն է։ Եվ սա արձանագրված է նաեւ այս թղթում, որովհետեւ մենք միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անխախտելիությունը ճանաչել ենք։ Եւ հետեւաբար ոչ մի փոփոխություն տեղի չի, ընդհակառակը փոփոխություն տեղի ունեցել այդ խոսույթի մեջ, որովհետեւ օգոստոսի 8-ից հետո ենթադրվում է, որ մենք այլ կերպ պետքա մոտենանք հարցերին, այլ կերպ պետքա դիտարկենք, որ արձագանքեք ես Արձագանքի մեջ ուղղակի ուզում եմ ներառել, որ այն տրամաբանությունը, որը դրել էր ժամանակին Ադրբեջանի նախագահը կամ մեր ներհայաստանյան տիրույթում էր միջանցքի տրամաբանությունը տվյալ արտահայտության հետ կապվում, հակադրում է տարածքային ամբողջականության, այսինքն եթե տարածքային ամբողջականության սկզբունքը ֆիքսել ենք մենք հուշագրում, այդ նշանակում է, որ այդ արտահայտությունը արդեն իսկ գոյություն չունի ըստ իս տրամաբանության։ Այո, բայց ես էլ եմ ուզում, մենք դրա համար եմ ասում։ Ակնհայտ է, որ մեր հանրության շրջանում այդ արտահայտությունը նյարդը առաջացնում ձեր նշած հանգամանքների բերումով։ Հիմա պետք է հասկանանք դա ինչի համար է օգտագործվում, որ այդ նյարդը առաջանա, բայց կամ մյուս խնդիրը, ես էլ եմ ասում, եթե պարզվի եւ պարզաբանվի, որ Ադրբեջանը օրինակ այդպիսի անուն է ուզում օգտագործի Հորադիս Զանգելան ճանապարհի վրա, մենք մեզ պետք է հարց տանք, դա մեզ հուզում է, թե չի ուզում։ Մենք դա մեր թեման է, թե մեր թեման չի։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ չի կարող լինել այլ բնորոշումներ եւ իմ ասածը լեգիտիմ է։ Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, հիմա տեսեք,
Մենք պետք է օրը առաջ բացենք։ Հիմա մենք առանց որևէ խնդրի կարող ենք սկսել գազամուղերի, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման գծերի, մալուխների նախագծումը եւ կառուցումը։ Մենք հիմա սկսում ենք երկաթուղու նախագծումը պետք է սկսենք եւ տեսնենք այն ինչ ենթակառուցվածքներ կան, որ մենք պետք է վերաբացենք։ Բայց ելի ասում եմ, այս թղթում 5 արտահայտություն կա։ Եվ մենք ասել ենք նաեւ, որ մենք պատրաստ ենք գնալ եւ գնալու ենք պարզեցումների, որպեսզի մեր մաքսային սահմանային հսկողությունները համապատասխան լինեն աշխարհի լավագույն ժամանակակից ստանդարտներին։ Բայց մենք պատրաստ ենք գնալ պարզեցումների, բայց այդ պարզեցումներն էլ է պարփակված, սահմանափակված այդ 5 սկզբունքով։ Ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն, իրավազորություն եւ իհարկե նաեւ փոխադարձություն ներքին երկկողմ եւ միջազգային փոխադրումների համար։ Մեր կամքը եւ վճռականությունը որևէ կերպ չի սասանվել, ընդհակառակը մենք Ադրբեջան հիմա էլ կարող եմ ասեմ, ինչի ենք այդ բարերի շուրջ վեճ ստեղծում։ Եկեք գնանք գետնի վրա իրականացնենք այն ինչ որ պայմանավորվել ենք։ Մենք րոպե առաջ անելու ենք դա եւ մենք շատ ինտենսիվ աշխատում ենք այդ ուղղությամբ։ Շնորհակալ եմ հարցի համար։ Միեդում մենք քննարկել ենք դատաիրավական համակարգի հետ կապված խնդիրներ եւ չենք քննարկել անհատներ, անձեր եւ անհատական դրվագներ։ Մենք քննարկել ենք արդարադատության ոլորտի խնդիրները, որոնք կան Հայաստանում, մարդու իրավունքների եվրոպական դատարանի ինստիտուցիոնալ կարևորությունը եւ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապված հարցեր։ Այլ հարցեր չենք քննարկել։ Ձեր իշխանության ժամանակ կարտես դեպք, որ պեդոֆիլը ձեր սիրած հանրապետության թիվ 1 ներդրողն էր, թիվ 1 բարերարը, որին բոլոր պաշտոնական միջոցառումների բանը ամենաակտիվ մասնակիցը եւ այլն եւ այդպես շարունակ։ Ես ասում եմ այն դեպքը, որ դատարանով հիմնավորվել, ապացուցվել է եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն ինչի՞։ Այո, եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ Պեդոֆիլներին բարձր պաշտոնների եւ պատվավոր տեղերի արժանացնելու դեպքեր մենք տեսել ենք ձեր իշխանության տարիներին, իսկ ընդհանուր առմամբ ելի եմ ասում ձեր ասածը համարում եմ էժանագին սպեկուլյացիա, որովհետեւ եթե գանձերի մասին ենք խոսում, ձեզնից եւ ձեր ֆրակցիայից ավելի ուժեղ գանձ չկա եւ հետեւաբար մենք մեր երազանքի գանձերը գտել ենք, եթե գանձ եք, հա? Գրքերն էլ Եթե գանձ եք փնտրում, հայելու մեջ նայեք ձեզնից ավելի արժեքավոր գանձ մեզ համար պարզապես գոյություն չունի։ Եվ մենք դրա համար ձեզ այտենց փայփայում ենք, որպեսզի ձեր փայլը անընդհատ շողշողա հայրենի խորհրդարանում եւ հայրենի քաղաքական կյանքում, որովհետեւ դա իսկապես շատ օգտակար է հատկապես կառավարող մեծամասնության համար։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Խաչատրյան։ Իսկ զինվորականները դատվում են, ինչքանով ես կարող եմ մեկնաբանել դատավարական process-ը քաղաքական դիտանկյունից, որովհետև ձեր մեկնաբանությունը ընդհանրապես իրականության հետ կապ չունի, այդ դրա համար են դատվում, որովհետև եթե ձեր մեկնաբանությունը իրականության հետ կապ ունենար, որևէ մեկը չէր դատվի։ Զինվորականները դատվում են այդ թվում այն պատճառով, որ այդ թվում ընդդիմության ներկայացուցիչները, ձեր գործընկերները զանգում էին սահմանին կանգնած զինվորականներին, ասում են այդտեղ ինչ եք անում, եկեք Երևանը գործը անելու։ Իսկ որ այդ ամեն ինչը թվարկեցիք, այդ թվարկածը ամբողջական չի լինի, եթե էլ են բաներ ասել։ Նախ պատերազմ զիջելու մասին, ես էլի այնքան այս ամբիոնից 2018 թվականի ապրիլի 17-ի Սերժ Սարգսյանի հայտարարությունները այնքան մեջբերել եմ, ինձ թվում է դա բոլորը անգիր գիտեն։ Մի հատ էլ ասում են, որ ես եկա եւ պատերազմ հրահրեցի, պատերազմ սկսեցի, պատերազմ հայտարարեցի, փաստորեն 2018 թվի դրությամբ խաղաղություն է եղել։ Հայաստանում խաղաղություն է եղել 18 թվին, բայց եթե խաղաղություն է եղել, ինչի են զինվորները զոհվում։ Ամեն տարի զոհվում, վիրավորվում։ Բայց եթե խաղաղություն է եղել, ինչի են դիվերսիաներ տեղի ունենում։ Ամեն տարի։ Հաջորդը մի հատ կարևոր կոմպոնենտ ավելացնեմ։ Ասում եմ այո, այս հիբրիդային պայքար եւ պատերազմ բանը տերմինը նոր է, մտեմ ես թվում է թե դա համակարգիչների բանի հետ է կապված։ Ես հարց եմ տալիս։ Ասում եմ ժողովուրդ ջան, այն հայրենասիրություն, մեր հայրենասիրություն կոչվող հասկացությունը մեր գիտակցության մեջ ձևավորվել է այն գրքերի, ստեղծագործությունների, ֆիլմերի, նկարների վրա, որոնք ստեղծվել են խորհրդային գլավլիտի պայմաններում։ Մենք պետք է մեզ հարց տանք, այս ո՞նց է սենց ստացվում։
Ինչի է սենց ստացվում։ Եվ ես ասում եմ, այո, այդ ամեն ինչը եղել է հիբրիդային պատերազմ, որ Հայաստանը որպես պետություն երբեք գոյություն չունենա։ Եթե ավելի մանրամասն բացատրություններ են պետք այդ հարցի, ես խնդիր չեմ տեսնում, լսումներ կազմակերպեք հրապարակային, գամ մանրամասն ներկայացնեմ, ամեն բառ, ամեն տառը ինչից հետո է։ Ես զարմանում եմ մեր վրա, որ մենք հարց չենք տվել մեզ։ Այդ ոնց էր, որ Ստալինը Չարենցին բար էր անում, 37 թվին Չարենցին ու Բակունցին ոչնչացնում էր, 40 թվից հետո սկսեցին ստեղծագործություններ ձևավորվել, այդ շատ լավ էր մեր գործընկեր Թագուհի Ղազարյանը բան արել, նկատել, որ այդ նույն բանաստեղծություններում այդ ոնց է եղել, որ մինչև X թիվը եղել է Արագած, հետո մի X թվի դարել է Արարատ, այդ ոնց, ու հրատարակվել է դա, խորհրդային գլավլիտի պայմաններում, այդ ոնց, ես ասում եմ, մենք այս հարցերին պետք է անդրադառնանք, ոնց է եղել, որ Ստալինյան, Խրուշչովյան, Բրեժնևյան տարիներին ձևավորվել են ստեղծագործություններ, որոնք պայմանավորվել են հայրենիքի մասին մեր հասկացությունը։ Ոնց է եղել դա։ Կամ ուրիշ բան եմ ասում, մենք մեզ հարց չենք տալիս, մենք անկախ պետություն ենք, բայց դեռ հայրենասիրության մեր հասկացությունները տեղավորվում են այն գծագրի շրջանակներում, որը գծվել է Ստալինի, Խրուշչովի, Բրեժնևի օրոք։ Դուք չեք տալիս այդ հարցը, չեք տալիս։ Ինչու՞, որովհետև դուք եք այդ հայրենասիրության մեխանիզմի մաս։ Նոր որ խոսում էիք, բա, այդ ոնց էր, որ Խորհրդային Միությունում հայրենիքի ձայն թերթ կար եւ Սփյուռքի հետ կապերի կոմիտե։ Այդ ինչով է զբաղվում այդ Սփյուռքի հետ կապերի կոմիտեն։ Ինչով է զբաղվում այդ Սփյուռքի հետ կապերի կոմիտեն։ Կարակ ասեք ինչով է զբաղվում։ Բերեմ կոնկրետ օրինակ, որ այլաբանությունների ընկալման հարցում չդժվարանաք։ Օրինակ, երբ որ 2022 թվականին հասկացանք, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունները մեր նկատմամբ չի կատարել եւ չի կատարում եւ չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետեւ հասկացանք, որ հույսներս մեր վրա պետք է դնենք եւ հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, դա ոչ մի բան էր, դա ընդհանրապես գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար, մեր պետության կայացումը թույլ չտալու համար։ Եվ ես ասել եմ, որ նորությունն է, նոր եմ ասել 2021 կամ 22 թվին եմ ասել։ Ասա ինչքան էլ դառը լինի, մենք պետք է առերեսվենք Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոք Հայաստանի շարժը եւ զարգացումը թույլ չտալու համար։ Դուք էլ եղել եք այդ թոքի թելերը։ Ավելի պարզ, ինչ է պետք ավելի, ասում եմ, լսումներ հրավիրեք, գամ բոլոր հարցերի մանրամասներով պատասխանեմ։ Հա? Մեր ֆրակցիան այս բոլոր հարցերի պատասխանը գիտի։ Ինչ? Որովհետև 20-ին չէինք հասկացել, որ այդ ամեն ինչը fake է։ Լավ բան Խաչատրյան, հիմա 20-ին չէինք հասկացել այդ ամեն ինչը fake է։ Որովհետև կար այդ թվում Հայաստանի քաղաքական, լսեք, հələ եկեք մի հատ հետ գնանք 20 թվի պատերազմի բանը, ընկալումը մեր, չէ։ Ինչի մասին էր խոսքը, որ ՀԱՊԿ-ին ոնց որ ճիշտ բանով չեն գրել, 4-րդ հոդվածի 3-րդ նախադասության 6-րդ բառով պետք է դիմեին, բայց 6-րդ նախադասության 4-րդ տողի 5-րդ բառով են դիմել, դրա համար ասենց, պետք է գնալ պատվիրակությունը, ինքնաթիռը, սամալյոտը, հեռախոսը, տվեք, գնում ենք, փրկում ենք, էս ենք անում։ Այդ ամեն ինչը դուք այդ թոքի պարաններն եք։ Դուք այդ թոքի պարաններն եք, ձեր նախկին 3 այլևս բացահայտված, այսպես կոչված նախագահների հետ միասին։ Իրանք ո պետությունը առաջնորդելու համար չեն եղել։ Իրանք եղել են նրա համար, որ պետություն չլինի։ Եվ իրանք օրոք պետություն չի եղել, այլ իրանք թոք են եղել Հայաստանի պետության կայացումը թույլ չտալու համար։ Եվ ես ասում եմ, եթե վիճարկող կա, իրանք իրեքով վիճարկում են, թողան հերիքա բաներից խոսան։ Ասում եմ, եկեք գնանք ուղիղ եթերում, դուք լսում կազմակերպեք։ Հրավիրեք ձեր խմբակցություն, ուղիղ եթերում, միայն ձեր խմբակցությունը։ Առավոտից իրիկու նստենք խոսանք, ինչ փաստեր ունեք, փաստարկներ ունեք, փաստաթղթեր ունեք, գաղտնի տեղեկություններ ունեք, բոլորը բացեք։ Գալիս եմ, ինձ հրավիրեք ուղիղ եթերում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից թող ներկա մարդ չլինի, դուք հարցաքնեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը։ Լերություն, պարոն Մանուկյան, չի եք խոսում տեղից։ Շնորհակալություն։
Այդ որ տենց է դուք ավելի լավ խոսեք Պրոշյանի դաշնակցական համայնքի ղեկավարի սպանության մասին, որ Լրություն դահլիճում։ մեր օգրոքին չէ։ Լրություն դահլիճ։ Շատ լավ։ Մի րոպե։ Դերից չի կարելի խոսել։ Ավելի լավ խոսեք դաշնակցական Պողոս Պողոսյանի սպանության մասին։ Իսկ դաշնակցությունը փակելու իմաստը ո՞րն է։ Դուք ամեն օր դաշնակցությունը փակում եք։ Ինքը ես կարծում եմ, որ դաշնակցությունը փակելու անհրաժեշտություն չկա։ Դաշնակցություն փակելու անհրաժեշտություն չկա, որովհետև դաշնակցությունը ամեն օր ռեժիմով փակվում է։ Ասենց մի քիչ կձգի ու տենց հավերժ կփակվի եւ դա այնքան կանխատեսելի բան է։ Ինչ վերաբերվում է օգոստոսի 8-ի օրակարգին, օգոստոսի 8-ի օրակարգը այդ դուք եք ուզում տապալվի, բայց դա բացառված է որ տապալվի։ Ես այդ թվում միջազգային կառույցներում արձանագրումը արել եմ, որ չի կարա տապալվի, որովհետև խաղաղությունը իրականություն է եւ խաղաղությունը դառնալու է ավելի ու ավելի ինստիտուցիոնալ։ Մնացածը ինչ ասեմ, ձեր ելույթին արձագանքելու շատ բան չկա։ Փարաքար համայնքի ղեկավարի ցավալի սպանությունը ըստ էության կատարողները առնվազն բացահայտված են եւ որևէ կասկած չունեմ, որ ամբողջական կբացահայտվի։ Պողոս Պողոսյանի գործը դատարանում է եւ լրատվությամբ հետեւում եմ եւ ենթադրում եմ, որ դա էլ կբացահայտվի։ Վարամ Խորխորոնու սպանությունը բացահայտվում է։ Ենթադրում եմ իհարկե դատարանի վճիռ չկա, բայց եթե դատարանի վճիռի հասնի, համենայն դեպս բոլոր նախադրյալները կան, որ գործը կգնա դատարան, դա էլ կբացահայտվի։ Համոզված եմ, մարտի 1-ի գործը բացահայտված է, մնում է, որ պատասխանատուները ենթարկվեն արժանի պատասխանատվության եւ այլն եւ այդպես շարունակ։ Իսկ մնացածը էլ եմ ասում։ Ինչ մուննաթի մասին եք խոսում։ Մուննաթ ոնց որ դուք եք գալիս, բայց падգամավոր եք, մուննաթ եք, բայց նույնիսկ դա չի փրկի դաշնակցությանը։ Ինչ վերաբերում է մեր նախընտրական ծրագրին, կառավարության 2021-ից 2026 թվականի ծրագրում, որ այս դահլիճում քննարկվել է եւ քվեարկվել, գրված է Հայաստանի ժողովրդի առաջ կառավարության ստանձնած մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Մենք այդ մեծագույն պարտավորությունը կատարել ենք եւ բազմաթիվ պարտավորություններ փոքրագույններից, բայց կարող ենք փոքրագույններին միջիններին չանդրադառնալ նույնիսկ, բայց եթե պետք է անդրադառնանք, ամեն տարի ես գալիս եմ կառավարության 2021-ից 2026 թվականի ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց եմ ներկայացնում, այդ զեկույցը ամեն տարի ծավալով մեծանում է, բայց այդ ամենը դնենք մի կողմ։ Ծրագրում գրած է, որ Հայաստանի կառավարությունը Հայաստանի եւ նրա ժողովրդի առաջ ունի մեծագույն պարտավորություն եւ այդ մեծագույն պարտավորությունը կատարված է։ Ինչ էլ անեք կատարված է։ Գաք մուննատ, չգաք մուննատ, դա ձեր կյանքում ոչ մի բան չի փոխի։ Իսկ Հայաստանի կյանքում շատ բան կփոխի։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեծագով վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, իրականում ուրիշ հարց էի պատրաստել, բայց հնչեց գործընկերների կողմից, առիթից ընդհանրապես կօգտվեմ, ու քանի որ մեր դաշնակցական գործընկերները խոսեցին կուսակցական ֆինանսավորման մասին, մի թիվ ընդհանրապես ասեմ, սիրելի գործընկերներ եւ սիրելի քաղաքացիներ, դաշնակցությունը ամբողջ 2024 թվականի ընթացքում ըստ իրենց հայտարարագրի ստացել է ընդհանրապես մեկ նվիրատվություն 1,936,000 դրամի չափով, այն էլ բնամթերքով։ Իրանց հայտարարագիրն է։ Ուրիշ նվիրատվություն չեն ստացել, անդամավճար չեն վճարվել, նվիրատվություն չկա, մեկ նվիրատվություն կա ընդամենը։ Ու ակնհայտ է, որ այս մարդիկ, ակնհայտ է իմ համար, որ ամբողջ ֆինանսավորումը ուղղակի ուրիշ կերպ անդանում եւ ձեր ասած կոնսպիրատիվ գործունեության համար կա կոնսպիրատիվ ֆինանսավորում, պարոն վարչապետ, դա իմ համար գերակնհայտ ճշմարտություն է։ Դրա համար երբ որ մենք մեր բոլոր նվիրատուներին հրապարակում ենք հարյուրներով, հազարներով, ամեն մեկի 5000 դրամը, 2000 դրամը հրապարակում ենք, ակնհայտ է որտեղ խնդիրներ կլինի։ Բաղուց երբես չի։ Մի հոգի բնեղենով 1,936,000։ Ու մի բան է, Սեյրան Օհանյանը տեղից ասում է, դուք ադրբեջանցիների գանձերն եք, ուզում եմ պարոն Օհանյանը ճիշտ է, իհարկե սովորույթի համաձայն թողել է մարտի դաշտը ու գնացել է, բայց պարոն Օհանյան, եթե մեզ եք գանձասում կներեք, բայց ձեր դաշինքի առաջնորդը Հեյդար Ալիևի համար ոչ թե գանձ է եղել, այլ մի ամբողջ գանձատուփ է եղել, որովհետև եթե գանձատուփ չլներ, ռազմական բյուջեի դիսբալանսը Ադրբեջանի հետ, երբ որ Քոչյանը ստանձնել է նախագահությունը, եղել է $11 միլիոն, երբ որ Քոչյանը հանձնել է նախագահությունը իր ժառանգորդ Սերժին, դիսբալանսը բյուջեի տարբերությունը Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեի եղել է $1,600,000,000։ Եթե սա գանձատուփի վարվելակերպ չի, ապա չգիտեմ էլ ինչա հազար ներողություն, հարց չկար։ Շնորհակալ եմ պարոն Ալեքսանյան այդ թվերը հրապարակելու համար։ Իհարկե դա պետք է ստուգել եւ վերստուգել,
որ հանկարծ չլինի, որ սխալվել ենք, բայց ըստ էության ես անկեղծ եմ ասում, այդ բանը չէի ստուգել, բայց ինտուիտիվ ինչից էի կռահում, որովհետև մամուլում ոչ մեկ չի քննարկում։ Ոչ մեկ դաշնակցության կամ մյուս կուսակցություններին հարց չի տալիս, ասում, բա ձեր այդ նվիրատուները, այն մեկը, այն որ կապույտ գլխարկով էր, այն մեկն է սպիտակ կոշիկներ էր հագել, բայց այդ ի՞նչ է նշանակում։ Ոչ մեկ հարց չի տալիս։ Ինչի, որովհետև չկան։ Բա ո՞նց այդ կուսակցությունը, եթե 1 միլիոն դրամ նվիրատվությունը պետական բյուջեի հաշվին է մենակ ապրում, հա։ Պետք է հասկանալ այդ ամեն ինչը եւ պետք է այո, նաեւ մեխանիզմներ ունենալ, որ հասկանալ ում են ներկայացնում այս մարդիկ, որովհետև կարող է պարզվի, որ դա իրոք կոնսպիրատիվ գործունեություն է, լրիվ ուրիշ տեղերից, ուրիշ նպատակներով եւ ուրիշ ձևերով ֆինանսավորվող, այնպես որ կարծում եմ, որ դա խնդիր է, որ պարոն Բաբայանն էլ բարձրացրեց, առնվազն մենք պետք է մեր տեսադաշտում եւ մեր օրակարգում այդ հարցը ունենանք, որպեսզի կարողանանք պատասխան տալ, որովհետև ժողովուրդն էլ մեզնից է պատասխաններ ակնկալում, անդադ ասում են, ինչի դուք չեք տեսնում, այդ ամեն ինչը ինչա կատարվում։ Կարող է բաներ կա, չենք տեսնում, որովհետև համարում ենք, որ շատ նայելու բան չկա, բայց պետք է գուցե ավելի ուշադիր նայել եւ առանց կանխավարկածի։ Կարող է կա հարցի պատասխան, որը մենք հիմա չգիտենք, բայց այդ պատասխանը պետք է ձևակերպվի։ Համեցեք արձագանք։ Շնորհակալություն, պարոն վարչապետ, թվերը, որ ասում եմ, CPC Արմենիա ԿԿՀ-ի կայքից է պաշտոնական իրանց ներկայացրածն է նվիրատվություններ 1.936.408 դրամ, որոնցից բնեղենով նվիրատվություններ 1.936.408 դրամ։ Նվիրատուն Սարգիս Բաղդասարյան, ամեն ինչ թափանցիկ գրած է մի նվիրատու բնեղենով 1.900.000, բայց սրա հետ մեկտեղ մարդիկ 72 անշարժ գույք են տնօրինում։ Ես չգիտեմ թե ինչքանով առյալ մենակ պետական ֆինանսավորմամբ 72 անշարժ գույք տիրապետել տնօրինելը, որտեղ մենք էլ ենք կուսակցություն, մենք էլ ենք առնչվում այդ ամեն ինչին։ Այդքան ցույցեր ֆինանսավորելը, որոնք որ իրանք են անցած տարի արել, այդքան շարժում ֆինանսավորելը, որտեղ մենք էլ օթից չենք իջել, էլի, քաղաքականությամբ մենք էլ ենք զբաղվում, նույն քաղաքական process-ներով մենք էլ ենք անցնում։ Գրասենյակ էլ ենք վարձում, գրասենյակում աշխատողել ենք պահում, այդ միտինգները մենք էլ ենք ունենում, ընտրությունների էլ ենք մասնակցում։ Իմ համար գերակնհայտ է, որ ձեր նախորդ պատասխանում հնչեցրածը ակնհայտ ճշմարտություն է, պարոն վարչապետ։ Այդ էլ արձանագրենք, որ բոլոր աշխատողները արձանագրված, գրանցված են եւ եթե չեմ սխալվում, մեր կուսակցությունը 159 միլիոն դրամ, կարծեմ, եթե թիվը չեմ խառնում, համեն դեպս հրապարակած է, հարկ է վճարել, հա? Ինչ? Մենք 150 միլիոնի չափ չենք վճարել հարկ։ Այո, շնորհակալ եմ։ Շնորհակալություն մեծարգո վարչապետ, հարգելի կառավարություն, հաղորդընկերներ ասում էին, որ իլրումն այս ամենի 8 միլիոն տարեկան հարկ են վճարում նաև դաշնակցությունը որպես կուսակցություն, հետևաբար անհամապատասխանության մասին է խոսքը։ Շարունակելով դաշնակցություն կուսակցության թեման, մեծարգո վարչապետ, 3 Factor TV-ի փաստեր ունեմ Փաշինյանը պետական դավաճանություն է իրականացրել եւ շարունակում է։ Խորագրի ներքո մեր գործընկեր Արծվիկ Մինասյանը ձեզ մեղադրել է պետական դավաճանության մեջ, ասել է, որ դեռևս նա առաջին մարտն է, որ 2021-22 թվականներին 18 էջանոց ապացույցներով այսպես գործ է ուղարկել դատախազություն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու համար եւ ասել է, որ բնականաբար չի քննարկվում այդ ամենը, որովհետեւ իրավապահ մարմինները այդ բոլորը վախենում են, պատկանում են մեր իշխանությանը եւ այլն եւ այլն։ Ես այս ամենը, գիտեք, շատ հաճախ մտածում եմ արդյոք արժի այս ամեն ինչը պարզաբանել թե ոչ, բայց քանի որ հիբրիդային պատերազմի շրջանակներում ոչ միայն եթերում, այլև հասարակության տարբեր խավերի հետ քննարկումներում անընդհատ թեզեր են այսպես տարածվում եւ մենք չենք պարզաբանում, դրանք ի վերջո որոշակի վախ եւ տհաճ զգացողություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մոտ։ Ես կխնդրեի, որպեսզի հնարավորության դեպքում, եթե հարկ կհամարեք, պարոն Մինասյանի այս հայտարարությանը փորձենք արձագանքել եւ փորձենք հասկանալ ինչպես կարելի է նաեւ պայքարել մեր դեմ հիբրիդային պատերազմ սկսած այսպես ասած ընդդիմության դեմ։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Շնորհակալ եմ հարցի համար, Տիկին Բադալյան։ Բա մարդ 18 էջանոց, 18 էջանոց փաստեր ունենա ու ուղարկի դատախազությանը, որը ինքը չի վստահում, այս ամբողջից ինչքան գիտեմ, մի քանի անգամ ասել է, ու չհրապարակի հանրության համար։ Բա դատախազություն ուղարկել են լավ են արել, բայց դա պետք է հանրությանը ներկայացնել, հանրային ճնշում, բայց այդ էլի իմ պատասխանի շարունակությունն է։ Բա տենց փաստ ունենա քաղաքական ուժը եւ գա խորհրդանում նստի երկու հատ սուտի հաստատ թողի կեսից փախնի։ Հիմա իրանք պետք է բան անեն, բա եթե դա հասկանում եք օբյեկտիվ իրականություն, եթե իրանք այդպիսի փաստ կա եւ ապացույց կա, եւ հիմա իրանք իրանք բոլոր 74 գույքը չեն վաճառել, որպեսզի այդ ներդնեն հայրենիքի փրկության մեջ, ուրեմն իրանք դավաճան են։ Հիմա իրանք գնում են իրաց տաներում քնում են, գալիս են ստեղ, ինչքան էլ նեղվեք, գնում են մի երկու սուտի հարցել բանում են տալիս,
եվրոպական, չգիտեմ, հարթակներում են տալի, բա մարդ այդքան, բա հրապարակ, բա ժողովրդի բանը հրապարակ են, եթե տենց բան լինի ժողովուրդը կարա հանգիստ քնի, չի կարա, բայց իրանք բա ինչով են զբաղված, բա թող հրապարակեն եւ եթե դատախազություն ուղարկել է տենց բան, թող հրապարակի, որի արդյունքում քրեական օրենսգրքում ուրիշ հոդված էլ կա, սուտ մատնության մասին էլ հոդված կա։ Թող հրապարակեն, ես ճիշտն ասած չգիտեի որ տենց բան կա։ Ես ինքս ես էլ կդիմեմ ուրեմն դատախազություն։ Եվ նախ կպահանջեմ, որ հրապարակվի այդ փաստերը, եւ եթե այդ փաստերը չհիմնավորվեց, բա ինչ անենք, պետք է սուտ մատնության համար դատվի։ Ինչի՞ չէ։ Էլ եմ ասում, իսկ դա հրապարակված է այդ 18 էջը թե չէ։ Բա տենց հասկանում եք, լսեք, 18 փաստ ունի մարդը, ուղարկում է այն դատախազություն, որին ինքը չի վստահում, իրանք չեն վստահում, իրանք հրապարակային դատաիրավական համակարգին չեն վստահում, ուղարկում է դատախազություն, բայց հանրությանը, որ ամենաօր ասում են սիրելի հայրենակիցներից գաղտնի են պահում։ Բա հրապարակեք, որովհետև սիրելի հայրենակիցներից ավելի մեծ դատախազություն, ավելի մեծ դատարան, ավելի մեծ իրավապահ, ավելի մեծ արդար դատավոր գոյություն չունի։ Հրապարակեք, թող ժողովուրդը դատեն, ինչի չեն հրապարակում։ Հա? Քննվել է դատարանում, որ դատարանում, ժողովրդական թե չէ, բայց այսինքն եթե ժողովրդին հայտնի է դա, ուրեմն ժողովրդին հայտնի է եւ ժողովուրդն էլ երբ միջազգային ընտրություններից առաջ է քննվել թե հետո։ Դե ինչ ասեմ։ Արձագանքում եք համաձայն։ Հա, իդեպ մոռացա ասել, հիմա ասեմ, որ հենց Արծվիկ Մինասյանը այդ նույն հարցազրույցում, իդեպ 3 ընդհանրապես տեղի ունեցել այդ հարցազրույցը, ասում է, որ դուք իրավունք չունեք քողարկելու ձեր գործողությունները եւ դուք ինքներդ պիտի դիմեիք իրավապահ մարմիններին եւ հորդորեիք քննել ձեզ։ Ես հիմա դիմում եմ։ Դուք ասացիք, այո, հենց նոր դուք դիմեցիք, որովհետեւ քանի դեռ դուք դա չեք անում, դավաճանությունը օրորի ավելի այսպես շատանում է։ Պարոն վարչապետ, իհարկե մենք բոլորս հասկանում ենք եւ ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւս հասկանում է այս ամբողջ մանիպուլատիվ գործողությունները, որովհետեւ նույն տարբերակով իրենք նույն հարցազրույցներում եւ ամբիոնից ասում են, որ 004 բարբերականը իրենց դաշնակցության շրջաբերականը ներողություն դաշնակցություն կուսակցության սիվիկի պատվալներում է ստեղծվել, խեղաթյուրվել է եւ այլն։ Ես միանալով ձեզ կխնդրեի, որպեսի դա եւս հրապարակեին, որպեսի ժողովուրդը հասկանար, որ որևէ բան կամ խեղաթյուրված է կամ խեղաթյուրված չէ։ Այսինքն գաղտնի պահել ամեն ինչ եւ մանիպուլացնել ժողովրդին, սա մի իրավիճակ է, որը հիբրիդային պատերազմի շրջանակներում կուլմինացիային հասնելու է 2026 թվականին եւ մենք բոլորս պիտի պատրաստ լինենք։ Բայց շատ կարճ հարց եմ ուզում մի հատ էլ տալ, եթե թույլ կտաք, շատ կարճ։ Խնդրում եմ 1 րոպե։ Չէ, 1 րոպե չէ կարճ։ Ուրեմն 3 ԵԽԽՎ նիստում, երբ օգտագործվեց Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, կրկին հանրության մեջ 2 թեզ է բդդվում, որ պատվիրատուն մի հատվածը կարծում է, որ Ադրբեջանն է, եւ մի հատվածը կարծում է, որ մեր ընդդիմության խորհրդարանական կամ արտախորհրդարանական նույնիսկ անուններ են հնչում, որ կապի մեջ են տվյալ պատգամավորի հետ եւ համենայն դեպս նրանց ցանկությամբ է Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ այդ ամբողջ հարցը հնչել եւ նաեւ որոշակի դիտարկումներ արվել։ Ես ուզում եմ խնդրել ձեզ մեր հասարակությանը կամ կոչով դիմել կամ բացատրել ինչպես կարող ենք մենք պաշտպանվել այս կեղծ թեզերից եւ նաեւ այս կեղծ մանիպուլատիվ դավադրական գործողություններից, որոնք որ վնասում են Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալություն։ Առաջինը, գիտեք, ես ուզում եմ վերադառնամ 2020 եւ 2021 թիվ։ 2021 թվին ես հրաժարական եմ տվել, մենք բոլորս հրաժարական ենք տվել, եւ 2021 թվին ես գնացել եմ նախընտրական արշավների, ասել եմ հետեւյալը, ի հեճուկս շատ կողմնակիցներ շատ դժգոհ էին, որ ես այդպես էի ասում, բայց ես այդպես էի ասում։ Ասում եմ, եթե ժողովուրդը որոշի, որ ես պետքա գնդակահարության պատի տակ կանգնեմ, ես խոնարհաբար կկանգնեմ։ Այդ որ ասում են դատ, ամենաարդար դատավորը դատել է, ամենաարդար դատավորը ժողովուրդը դատել է, եւ ամենաարդար դատավորը էլի է դատելու։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ։ Որ անդադ ասում են հիբրիդային, չգիտեմ, հարձակում եւ այլն, կներեք, ես այդ ամեն ինչին անլուրջ եմ վերաբերվում, որովհետեւ մեր դեմ ավելի ուժեղ հիբրիդային հարձակում, որ մեր դեմ եղել է 2020-21 թվին, տենց հիբրիդային հարձակում ուղղակի հնարավոր չի։ Սկսած պապիս դարձրել էին բանի, երկրորդ համաշխարհային պատերազմի դավաճան։ Պատկերացնում եք, պապիս միջազգայինորեն ոչ միայն Հայաստանում, տենց կամպանիա էին արել, որ իմ պապը երկրորդ համաշխարհային պատերազմում բանա նացիստների հետ համագործակցել է, դավաճանա, էսա, այնա։ Ավելի մեծ հիբրիդային բան հնարավոր չի անել։
Այն ինչ որ առաջիկայում լինելու է կամ այսօր կա, դա ընդհանրապես տենց բան է, հիբրիդային դեսերտ է, որը մեզ ընդհանրապես քաղաքականության մեջ կա մի երկու բան, կա գաղափար, համոզմունք եւ երկխոսություն։ Եղավ երկխոսությունը, ով ամբողջ աշխարհն է կանգնի, ոչ մի հարց չի կարողանալու լուծել։ Այս առաջինը։ Երկրորդ իմաստով, ել եմ ասում, որն է իմ ընկալումը։ Մանավանդ միջազգային անցյալներում ելույթներից հետո իմ ընկալումը այն է, երբ որ Ադրբեջանը ասում է Զանգեզուրի միջանցք, իրանք նկատի ունեն Հորադիս Զանգելան ճանապարհը։ Ուզում են ասեն Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Ես ասում եմ Հայաստանի Հանրապետությունում չկա տենց բան եւ կարող եմ ապացուցել ոչ միայն իմ, այլև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ։ Հորադիս Զանգելան ճանապարհ, Զանգելանի միջանցք, Զանգեզուրի միջանցք։ Կարող են ասեն դա միջանցք է, որ տամա դեպի Զանգեզուր։ Okay, ասում են, թող ասեն։ Բայց Հայաստանի մասին չի դա։ Հայաստանի մասին չի։ Հետևաբար ես որ ասում եք ոնց ինչ կոչ կանեմ, ես այդ կոչն եմ անում, որովհետև այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով ես հասկացա, որ խոսքը Հորադիս Զանգելան ճանապարհի մասին է։ Անուն են ուզում դնեն։ Այդտեղ մենք պետք է հարց տանք, մենք դա մեզ հուզում է։ 1000 ներողություն կարող է որոշեն անուն դնեն 1000 ներողություն, Աստված օգին լուսավորի Ալբերտ Էյնշտեյն։ Թող դնեն։ Դա մեր ինքնիշխան տարածքի հետ ոչ մի կապ չունի։ Ես թուղթ ունեմ ստորագրված։ Հրապարակային այդ թուղթը, թղթեր ունեմ ստորագրված։ Մեր երկրի տարածքում կա թրիպ ուղի եւ մեր երկրի տարածքում կա խաղաղության խաչմերուկ։ Հիմա կարան ասեն, բա խաղաղության խաչմերուկը ինչի Ադրբեջանի հետ համաձայնեցված է։ Կներեք, մենք մեր երկրի տարածքում նախագիծ ունենալու համար որևէ մեկի հետ պետքա չհամաձայնեցնենք։ Էլ չեմ ասում, որ մենք Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Չինաստանի հետ ունենք ռազմավարական փաստաթուղթ, որտեղ մեր խաղաղության խաչմերուկը մեր ինքնիշխան ճանաչվել է։ Բայց ել եմ ասում, եթե նույնիսկ այս երկու թղթերը էլի թղթեր կան, մենք մեր երկրի տարածքում որևէ մեկի հետ համաձայնեցնելու իր կարիք չունենք, թե անունը ինչ դնենք։ Իսկ համաձայնեցված անունը Թրիպ ուղին է, Թրամփի ուղի, հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Հիմա այս բոլոր բաներից, ելույթներից, քննարկումներից ամեն ինչից հետո ասում եմ, Զանգեզուրի միջանցքը Հորադիս Զանգելան ճանապարհն է, որը կարա ձգվի մինչև Հայաստանի հետ սահմանի անցագրային կետ, սահմանային կետ, չհասած Հայաստանի սահման։ Զանգեզուրի միջանցքը, իրանց երկրի տարածքում անուն ինչ ուզում են դնել, մեր երկրի տարածքում անուն մենակ կարող ենք մենք որոշել կամ մեր համաձայնությամբ որոշել։ Մենք որոշել ենք A խաղաղության խաչմերուկ, մեր համաձայնությամբ որոշվել է Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Կարճ թրիպ ուղի եւ խաղաղության խաչմերուկ։ Սրանից հետո ինչքան ասեն Զանգեզուրի խաչմերուկ, ուրեմն իմացեք դա մեր երկրի Զանգեզուրի միջանցք իմացեք դա Հայաստանի Հանրապետության մասին չի։ Դա իրանք իրանց երկրի տարածքում ինչ անուն ուզում են թող դնեն։ Ես որևէ խնդիր չունեմ։ Դա մեր երկրի մասին չի։ Հետևաբար այդ թեման եկեք համարենք փակված։ Ոնց որ մարդիկ ասում են, որ ասում են Բաքու, մենք նեղվում ենք դրանից, չենք նեղվում։ Նույնիսկ Զանգեզուրի խաչմերուկ են ասում, Հորադիս Զանգելան երկարա, ասում են Զանգեզուրի միջանցք, թող ասեն Զանգեզուրի միջանցք։ Մենք խնդիր չունենք։ Շնորհակալություն։ Մեծարգո պարոն վարչապետ, նախընթաց ժամանակահատվածում դուք բալանսավորված դիվանագիտական կարևոր շրջագայություն ունեցաք Մոսկվա, ապա Նյու Յորք, ապա Ստրասբուրգ։ Մոսկվայում ատոմային ֆորումի շրջանակներում անձնական հանդիպում ունեցաք Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, դատելով մուտքի խոսքերից եւ երկու պետությունների պաշտոնական հաղորդագրություններից այդ շփումները առնվազն ջերմ եւ բարեկամական մթնոլորտում անցան, ապա Նյու Յորք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հնչեց ձեր փայլուն ելույթը, որ արտացոլում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական շահերի հստակ արտահայտումը, մի շարք շփումներ Նյու Յորքում, այդ թվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, զուգահեռ արտաքին գործերի նախարար Արադ Միրզոյանի բազմաթիվ այլ շփումներ, ապա մեկնում Ստրասբուրգ, հանդիպումներ ԵԽԽՎ բարձրաստիճան եւ Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան շատ պաշտոնյաների հետ, ելույթ ԵԽԽՎ-ում հարցերին պատասխանների հնչեցում, որոնք արտացոլեցին այն, որ Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության խնդիրները անդադ գնալով կատարելագործում են, բայց ամենակարևորը, որ Եվրոպայի խորհրդում մեծապես աջակցություն ստացակ խաղաղության պայմանագրի օգոստոսի 8-ի նախասորագրման հետ կապված ակնհայտ աջակցություն Եվրոպայի խորհրդում։ Իմ հարցը հետևյալն է.
Դուք մի քանի անգամ գնահատական եք հնչեցրել, որ խաղաղության պայմանագրի նախաստորագրումը գրեթե անհնարին էր դիտարկվում, բայց ստացվեց։ Բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը եւս հեշտ չի ու շատ բարդ է։ Ինչու՞մն այս ամենի հաջողության գաղտնիքը։ Շնորհակալ եմ։ Հաջողության գաղտնիքի մասին կխոսի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, համեցեք պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան հարցի համար, իրականում գիտեք ձեր հարցը շատ կարևոր է, հետևյալ տրամաբանությամբ, որովհետև հիմա ես կարդում եմ, նախկինում ես կարդում էի մեր հավասարակշռված եւ հավասարակշռման արտաքին քաղաքականության վերաբերյալ ներհայաստանյան մեկնաբանությունները եւ զարմանում, հիմա էլ կարդում եմ միջազգային մեկնաբանությունները եւ զարմանում։ Հիշում եք, այս ամբիոնից մի քանի անգամ ասել եմ, որ պետք չի գործընկերությունը շփոթել ամուսնության հետ եւ ընդհակառակ ամուսնությունը շփոթել գործընկերության հետ եւ հիմա գիտեք ինչն է, որ ամեն այցից հետո մեկնաբանություններ են հնչում, որոնք կարիք ունեն պարզաբանման։ Երևի թե բալանսավորման եւ բալանսավորված արտաքին քաղաքականությունը ինքը կարիք ունի պարզաբանման։ Ինչու՞, որովհետեւ նախկինում մենք խոսել էինք, որ եւ այս օրինակը կարծում եմ շատ հստակ է ցույց տալիս, մասնավորապես նոր միջուկային ռեակտոր կառուցելու մեր փնտրտուքների մասին եւ ես միջազգային մամուլի արձագանքներից հասկացա, որ մեր դիրքորոշումը կամ լավ պարզաբանված չի, կամ պարզապես այդ պարզաբանումը չի հասել հասցեատերերին։ Մենք կայացրել ենք ռազմավարական որոշում, որ մեր հաջորդ միջուկային ռեակտորը լինելու է փոքր մոդուլային։ Մենք դա բազմակողմանի քննարկում ենք ունեցել եւ այդ որոշումը կայացրել ենք։ Հիմա հաջորդ հարցը՝ ում հետ ենք մենք կառուցելու, ում հետ ենք գործընկերություն անելու։ Մենք մեր բոլոր գործընկերներին, ովքեր նման բան ունեն, նման տեխնոլոգիա ունեն կամ կարող են ունենալ, մենք բոլորին հարցրել ենք, ասել ենք դուք կնեղսրտեք, եթե մենք այս թեման քննարկենք նաև մյուսների հետ։ Բոլորը ասել են, որ ոչ։ Հիմա ինչ եմ ասում, որովհետև երբ որ ես գնում եմ Մոսկվա, ասում են վերջ, ուրեմն որոշվել է, որ Մոսկվայի Ռուսաստանի հետ է կառուցվում։ Միացյալ Նահանգների հետ հուշագիր ենք ստորագրում ու նոր գնում Մոսկվա, ասում են, բա հուշագիրը ստորագրեցին, ինչի գնացին Մոսկվա։ Գնում ենք Չինաստան, ասում են, բա չհասկացանք, հիմա այնա, մենք շատ թափանցիկ ասել ենք, որ այս պահին մենք ուզում ենք ստանալ առաջարկներ։ Եվ մենք այսօր նման խոսակցություն ունենք եւ Միացյալ Նահանգների հետ, եւ Ռուսաստանի հետ, եւ Չինաստանի հետ, եւ Հարավային Կորեայի հետ, եւ Ֆրանսիայի հետ։ Եվ որ առաջարկը մեզ, ընդ որում մենք քաղաքական կոմպոնենտ չենք դնում ընդհանրապես։ Մենք ասում ենք կոմերցիոն եւ տնտեսական շահավետության առումով մենք պետք է նայենք, որ առաջարկն է մեզ ձեռնտու եւ ընտրություն կատարենք ըստ այդմ, որ արձագանքեք գուցե շարունակենք։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, ձեր խոսքը շարունակելուց զատ նաև խնդրում եմ անդրադառնալ այն հարցին, որին դուք անդրադարձաք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս, մասնավորապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշ արտահայտություններ, որոնք բացառապես չեն տեղավորվում օգոստոսի 8-ի համաձայնագրի տրամաբանության մեջ, մասնավորապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցք արտահայտությունը, որի հստակ պատասխանը դուք հնչեցրիք, ես խնդրում եմ ձեզ, որ Հայաստանի Հանրապետության թիվ 1 քաղաքական ամբիոնից եւս ձեր տեսակետը ներկայացնեք, շնորհակալ եմ։ Պարոն Թորոսյան, ուղղակի տարօրինակ է, ես համոզված եմ այդ հարցերի կտան, եթե թույլ կտաք, ես միջուկային ռեակտորի հետ կապված այդ խնդրի համատեքստում ձեր հարցին պատասխանեմ։ Հիմա մենք ասում ենք, որ մենք այս թեմայով երկխոսություն ունենք 5 գործընկերոջ հետ։ Տեսեք, հրապարակային ասում ենք, եւ ընդ որում այդ խոսակցությունը գործնական է։ Մեր փորձագետների խմբերը այցելում են կամ պիտի այցելեն տարբեր տեղեր, տեսնելու, ուսումնասիրելու, ողջելու, եւ մենք, բայց մյուս կողմից էլ առաջիկա 1-2 տարվա ընթացքում մենք պետք է որոշում կայացնենք եւ պայմանագիր կնքենք, եւ այդ որոշում կայացնելու եւ պայմանագիր կնքելը չի ունենալու աշխարհ-քաղաքական, արտաքին քաղաքական ենթատեքստ, որովհետեւ մենք ուզում ենք փոքր միջուկային ռեակտոր եւ ուզում ենք դա առավել լավ գնով, առավել անվտանգ տեխնոլոգիայով եւ նաեւ իր ներդրման հետգնման հնարավորինս առավել կարճ ժամկետով։ Խնդրում եմ, այս ոչ ոք սրա տակ աշխարհակաղակականություն չփնտրի։ Շնորհակալություն։ Կառավարության հարգելի գործընկերներ, մեծարգո պարոն վարչապետ, թեև վերջին օրերին շատ ակտիվ արտաքին շփումներ ունեք, համենայն դեպս իմ հարցը ուղղված է ներքին կյանքին։ Պարոն վարչապետ, 10 օր առաջ մենք ունեցանք մեր կուսակցության համաժողովը, որի ընթացքում նաև նոր վարչություն ընտրվեց, ուզում եմ շնորհավորել նոր ընտիր վարչությանը։
Համաժողովի ընթացքում բրիֆինգի ժամանակ լրագրողներից մեկը ձեզ հարց հղեց կապված նախորդ ընտրությունների իբր կեղծման հետ եւ որին ի պատասխան դուք պատասխանեցիք, ես հիմա ուզում եմ ձեզանից մեջ բերել, ներողություն եմ խնդրում, դուք ԿՊ-ի ընտրությունների մասին եք խոսում, իսկ այդ որ կուսակցությունն է, որ ընտրությունն է լինում, այդ հարցը պիտի տաք, որ կուսակցությունն է, որ դուք տեսնում եք, որ վարչության կազմը նախապես որոշված չի, տենց բան եղել է ընդհանրապես մեր երկրի պատմության մեջ, տենց բան կա, եւ իսկապես համաձայն լինելով այս մտքի հետ, որ մյուս կուսակցությունները Հայաստանում գործող բացարձակապես չունեն ներքին ժողովրդավարություն եւ գուցե նաեւ քաղաքացիական պայմանագրի հաջողության գրավականներից է հենց ներքին ժողովրդավարությունը, որ դեռևս էլի կատարելագործման տեղ ունի։ Իմ հարցը ավելի շատ ուղղված է այս ուրեմն բանին, տեսեք մյուս կուսակցությունները, որ չունեն այդ ներքին ժողովրդավարությունը, մենք որպես կառավարող ուժ, որպես երկրի զարգացման թիվ 1 պատասխանատու այսօր, արդյոք պետք է նաև ջանքեր գործադրենք, որպեսզի նաև մյուս կուսակցությունների դեպքում, այսինքն առհասարակ քաղաքական դաշտը առողջանա եւ լինի ներքին ժողովրդավարություն, արդյոք պետք է նման համակարգ, իրավական համակարգ ներդրվի, որպեսզի մյուսները նույնպես պարտավոր լինել ներքին ժողովրդավար։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Բաբայան հարցի համար եւ խնդիրն այն է, որ մենք երբ որ հիմնադրվել է մեր կուսակցությունը, այս նույն process-ը եղել է միշտ է եղել, բայց կուսակցությունը ինչքան մեծացել է, այնքան անկանխատեսելի իրադրությունները շատացել են, որովհետև 1000 ու մի նրբություն կա, ուրիշ բան, երբ որ քվեարկությանը մասնակցում է 200 հոգի, ուրիշ բան է, երբ որ քվեարկությանը մասնակցում է 900 հոգի, եւ այդ ընտրությունների կեղծման եւ չգիտեմ մենք էլ ենք տոն տալիս այդպիսի բաներին, որովհետև ռեյտինգային քվեարկության արդյունքում ընտրվածների 80%-ի դեպքում հարց չի եղել, չէր էլ կարող լինել այդ ընտրության արդյունքը արտահայտում է, թե չի արտահայտում, ինչքան ձայները մոտենում են իրար, այդքան հարցեր կարան առաջանան եւ դա զարգացում է։ Ես ձեզ ավելին ասեմ, ես չգիտեմ նկատվեց թե չէ, բայց օրինակ նախկինում ոնց էր կուսակցության վարչությունը ընտրվում էր եւ առաջադրում էր կուսակցության վարչության նախագահի տեխնացու, որին կամ վարչությունն էր ընտրում նախագահավարության կամ համաժողովը։ Հիմա մենք նոր ըստ էության նոր ընտրակարգով մենք այս համակարգը փոխել ենք եւ վարչության անդամի տեխնացու առաջադրված յուրաքանչյուր ոք այդ փաստի բերումով նաեւ ինքը վարչության նախագահի տեխնացու է։ Այսինքն մենք այս ժողովրդավարության ճանապարհին եւս մի քայլ ենք արել, ընդ որում արել ենք այդ քայլը հարմարվելով այն օրենսդրությանը, որը մենք ենք ընդունել։ Այս շատ կարևոր նրբություն է եւ ինչ վերաբերում է ձեր հարցին, ես կարծում եմ քաղաքական համակարգի կայացման առումով շատ կարևոր է, որ մենք այդ որոշումները կայացնենք, որպեսզի այո, կուսակցությունը ինքը պետք է լինի ամենաթափանցիկ գործող համակարգը։ Տեսեք օրինակ նույնը կա, չէ՞, մեր կուսակցության դրամահավաքի հետ կապված, բա այնով էր, այն մեկը կարմիր գլխարկով էր, բա այն մյուսնով էր, հələ մի րոպե այնտեղ մուկ ապակիներով մի հատ ավտո կանգնեց։ Իսկ կներեք, ու ոչ մեկին չի հետաքրքրում, բա մյուս կուսակցությունները որտեղից են ֆինանսավորում։ Չկա ընդհանրապես այդ հարցը, հասկանում եք։ Ո՞վ է ֆինանսավորում այդ կուսակցությունները, ինչ աղբյուրներից է ֆինանսավորում։ Եվ հասկանում մեր թափանցիկությունը օգտագործվում է մեր դեմ։ Ես Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովում այդ մի քանի օրինակ բերես, բայց սա էլ այն դեպքը, որ ժողովրդավարությունը օգտագործվում է ժողովրդավարության դեմ։ Կուսակցություններ, Հայաստանի կուսակցությունների 90%-ով վարչության կազմը կամ ղեկավար մարմնի կազմը մի հոգի կամ երկու հոգի գրում են, երբեմն ցույցեր չեն տալիս, հետո մարդիկ մամուլից են իմանում, թե ինչ եղավ, ոնց ընտրվեց։ Ձեր միտքը համենայն դեպս ինձ դուր է գալիս, որ մենք պետքա ժողովրդավարական երկիր ենք, ուրեմն մենք պետքա գտնենք մեխանիզմներ, որ այն կուսակցությունը, որ գործում է մեր երկրում, իրենք նույնպես համապատասխանեն ժողովրդավարության եւ թափանցիկության կանոններին։ Եվ դա կարող է ընդհանուր ընտրություններին մասնակցել, չմասնակցելու հնարավորություն տալ չտալու հարց առաջացնի, որովհետեւ բանը կոնսպիրատիվ կառույցներին չի համար այն ընտրություններին մասնակցել, թող գնանք զբաղվեն կոնսպիրացիայով, մենք իրենց բացահայտենք։ Արձագանք։ Շնորհակալություն, անկեղծ ասած, այս միտքը ես բազմիցս տարբեր գործընկերների հետ քննարկել եմ եւ տարբեր հաստակներ, խոչընդոտներ լսել եմ, թե ինչպես կարող է դա չաշխատել, բայց ես կարծում եմ, որ այո, համաժողովների ժամանակ ղեկավար կազմի ընտրություններից ընդառաջ նախընտրական ցուցակի ընտրությունը, ինչպես նաև լրագրողների ներկայությամբ այդ ամեն ինչի տեղի ունենալը պետք է օրենքով կարգավորված լինի, պարտադիր լինի եւ թե որքանով արդեն ձևական կլինի մյուս կուսակցությունների դեպքում դա, ես կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կհղկվի եւ ձևականությունը միգուցե կկորի եւ կդառնա իրական։ Շնորհակալություն։
Այստեղ ես կարծում եմ, որ մենք էլի սերտ պետք է խորհրդակցենք Եվրոպայի խորհրդի, Վենետիկի հանձնաժողովի եւ փորձենք լավագույն պրակտիկաները աշխարհում գոյություն ունեցող բերել, կամ եթե չկան մեր պրակտիկաները կիսենք, տեսնենք թե լավագույն պրակտիկաների դիտանկյունից դա ինչպես է երևում, բայց ես դա կարծում եմ ինչ որ դուք ասում եք, ինքը բավականին հասունացած հարց է, որովհետև էլի եմ ասում, բոլորն ասում են, ԿՊ-ի ընտրություններում այն քվեաթերթիկը տեսակ ինչ էր նկարած այդ քվեաթերթիկների վրա, ու ամիսներով հանրությունը քննարկում է սոցիալական ցանցերը, թե այն ԿՊ-ի քվեաթերթիկի վրա տեսակ ինչ էր նկարած, ոչ մեկ չի հարցնում, բա մի րոպե այս երկրում ուրիշ կուսակցություն չկա, բայց այս քվեաթերթիկներն ուր է, մի հատ տեսնենք, իրանց քվեաթերթիկի վրա ինչ որ բան իրանք ընդհանրապես ունեն քվեաթերթիկ, թե չունեն։ Հենց այս ամբողջ խնդիրը, որ մյուսները քվեաթերթիկ չունեն էլ։ Հասունացած թեմա է, կարծում եմ Արդարադատության նախարարությունը, խորհրդարանական գործընկերները Եվրոպայի խորհրդի հետ աշխատեն եւ տեսնենք, թե ինչ լուծումներ կարող են ունենալ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Սարոխանյան, նախ ասեմ, որ կառավարությունը եւ ես դրա հետ կապված հատուկ հանձնարարական եմ տվել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարին, որովհետեւ ինչ որ քննարկումներ կան այդ թեմայով, Գյումրիում իր բոլոր ծրագրերը շարունակելու է եւ ընդհակառակը մենք, այսինքն չեմ էլ ուզում ասեմ նոր ծրագրեր են կանելու, որովհետեւ մենք sense tendency նոր ծրագրեր անելու ենք եւ Գյումրիում եւ մնացած բոլոր տեղերում։ Ինչ վերաբերվում է ձեր նշած շրջանակի կողմից արվող հայտարարություններին, ես կարծում եմ, նախ կարծում եմ այդ հայտարարություններին առաջինը գյումրեցիները պետքա գնահատական տան, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Եվ երկրորդը մյուսները նույնպես գնահատական պիտի տան եւ մենք բոլորս պետք է գնահատական տանք։ Ես կարծում եմ, որ նման Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին մենք պետք է ուղղակի դուրս շպրտենք քաղաքական եւ հանրային դաշտից։ Ինչպես քաղաքական մեթոդներով եւ բոլոր այն մեթոդներով, որոնք կարելի է կիրառելի է ժողովրդավարական երկրում, եւ ես համոզված եմ, որ դա տեղի կունենա։ Որովհետև ես կարծում եմ, որ ընտրությունների արդյունքների հետ կապված էլ մենք խնդիր ունենք, բայց էլ եմ ասում, մենք գիտենք, որ այնտեղ ընտրակաշառք է բաժանվել եւ դա էլի հարցը ես Եվրոպայի խորհրդում իմ ունեցած ելույթում եմ ասացի, որ սա ժողովրդավարական չափանիշներից, խնդիրներից մեկն է եւ մենք պետք է մեխանիզմներ ունենանք հետագայում նման դեպքերը բացառելու համար, որ մարդիկ ընտրակաշառք բաժանելով այդպես եւ վերջում էլ ըստ էության թյուրիմացաբար դառնան հասնեն այդ կարգավիճակին, բայց ես կարծում եմ, որ դա թյուրիմացություն է, որը հնդածս կշտկվի։ Շնորհակալ եմ, պարոն Վարչապետ։ Եվ երևույթը, եւ հայտարարությունը, եւ հեղինակը։ Շնորհակալ եմ, պարոն Վարչապետ։ Ես ինքս որպես գյումրեցի եւ որպես ազգային ժողովի падգամավոր չեմ համակերպվում եւ վստահաբար չեմ պատրաստվում համակերպվել այն մտքի հետ, որ Վարդանիկը այսօր Գյումրու համայնքի ղեկավար է եւ առավել եւս, որ նա ընդհանրապես չի ཐակցնում, որ ցանկանում է Գյումրի վերադարձնել այն վարքերը եւ վարքերը, որոնք որ եղել են ժամանակին իր նախորդ կառավարման տարիներին։ Շնորհակալ եմ։ Ես կարծում եմ, որ ընդհանրապես եւ պետությունը եւ ժողովրդավարությունը պետքա իրենք պաշտպանելու մեխանիզմները կատարելագործվեն, բայց դա էլ եմ ասում, դա մի աշխատանք է, որ պետք է անել ներվային, հանգիստ, հանդարտ եւ ինստիտուցիոնալ, եւ ես կարծում եմ, որ այդ բոլոր խնդիրները կլուծվեն։ Չի կարող Հայաստանի որևէ թեկուզ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյա կասկածի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Մենք պետք է մեխանիզմներ ունենանք նման դեպքերում եւ փաստ չի որ չունենք։ Պետք է դիտարկել, որովհետեւ ուղղակի պետք է գնահատական տալ, բայց ես կարծում եմ, որ նման երևույթներին պետք է դասել թյուրիմացությունների շարքը, որոնք հնդածս շտկվում են պարզապես։ Շնորհակալ եմ։ Մեծարգո վարչապետ, հարցս ձեզ է ուղղված։ Մարտի 1-ի արյունալի դեպքերից ավելի քան 17 տարի անց Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը արձանագրեց, որ 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Երևանի կենտրոնում սպանվել են պետության կողմից։ Այսինքն ոչ համաչափ գործողությունների արդյունքում, ոստիկանական գործողությունների արդյունքում, մարտական փամփուշտների կիրառման արդյունքում եւ այլն։ Նաեւ ՄԻԵԴ արձանագրեց, որ պետությունը պատշաճ հետաքննություն չի իրականացրել եւ չի փնտրել եւ չի դատապարտել ոչրագործներին։ Ու քանի որ այս վերջին հատվածը նաեւ այսօրվա պետությանն է վերաբերում, դատապարտելու հատվածը, ապա կխնդրեմ մեկնաբանեք, թե ինչպես պետք է այսօր Հայաստանի Հանրապետությունը արձագանքի ՄԻԵԴ-ի այս կարևոր ծանրակշիռ որոշմանը։
Հարցին կպատասխանի Հայաստանի Հանրապետության վարչապետը, խնդրեմ պարոն Փաշինյան, համեցեք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Այնտեղ նաև արձանագրված է, որ ըստ էության պատշաճ քննություն չի արվել այդ մահվան դեպքերի։ Եվ ես կարծում եմ, իրեք ընդհանրապես դատավարական process-ում գտնվող գործերի հետ կապված մեկնաբանություններ անելը մի քիչ անշնորհակալ գործ է, բայց ես իրավական մեկնաբանություն չեմ անի, ես կանեմ քաղաքական մեկնաբանություն։ Էդ էլ ազդակա, տեսեք, այսօր մեր դատաիրավական համակարգը պետք է ապահովի, որպեսզի նույն մարտի 1-ի զոհերի հարազատները մի հատ էլ չգնան մարդու իրավունքների եվրոպական դատարան, եւ այսօրվա process-ների մասին պարզվի, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանն ասում է դատավարություն չի եղել, ֆարս է եղել, ձևական դատավարություն գնացել եկել, մեկը հիվանդա, մեկը ճնշում ունի, մեկը հայերեն չի հասկանում, մեկը ռուսերեն չի հասկանում, մեկը ոչ հայերեն է հասկանում, ոչ ռուսերեն է հասկանում, ու տենց ամիսներով բան են կանում։ Ես մեր դատաիրավական համակարգի գործընկերներին ասում եմ, իմ տպավորությամբ, որ սենց գնանք, մի հատ է մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացնելու որոշում, որ 2024 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 թվերին մարտի 1-ի գործով նորմալ դատավարություն չի արել։ Ինչ որ մարդիկ հավաքվել են, ջան ասել, ջան լսել, ձևական սիմուլյացիաներ արել ու թողել գնացել։ Մենք չենք կարող ասենց բան թույլ տալ, լավ հասկացանք, դատական համակարգը անկախ է, մենք խնդիր չունենք, էլի թող անկախ լինի։ Բայց էլի դրա պատասխանատվությունը ում վրա է քաղաքական։ Պետք է լրջանալ, չի կարելի սենց։ Եվ էլի եմ ասում, ես մեր այսօրվա դատավարությունը գնում է այն նախկին դատավարության ճանապարհով, որ գնա եվրոպական դատարանում ֆարսի կարգավիճակ ստանա։ Պետք է լրջանալ եւ այդ դատավարությունը պետք է դատավարության բոլոր մասնակիցներին լրջացնի եւ կոնկրետացնի։ Ես էլի եմ ասում, մենք չենք ուզում ոչ մի ձևով միջամտել, որովհետեւ ես այնքան շահագրգիռ եմ, որովհետեւ հասկանում եք, ես շատ շահագրգիռ եմ այդ գործով, ես չեմ ուզում այդ շահագրգռությամբ մի հատ էլ այդ շահագրգռությունը դառնա մարդու իրավունքների եվրոպական դատարանի, բայց սենց չի լինի, ժողովուրդ ջան, պետք է ավարտվի, չի կարա տենց լինի, չի կարա անվերջ անդադար այս process-ը ձգվի։ Ընդ որում ասում եմ, բացահայտված է, քրեական գործի վարույթը կա, որ բանակում, այդ թվում մարդկանց աշխատավարձեր են բաժանել, խմբեր են ձևավորել, ըստ էության ապօրինի խմբեր են ձևավորել, ով է հրամանը տվել, ինչ է արել եւ այլն, լավ ինչքան կարելի է այս ամեն ինչ, այս ֆարսը ինչքան կարելի է ձգել։ Հա, ասինքն ուզում ենք մի հատ էլ գնանք անդադ մարդու իրավունքների եվրոպական դատարան, իսկ կլինի մի անգամից այդ գործը տանենք մարդու իրավունքների եվրոպական դատարան, իրանք քննեն բրծնեն։ Արձագանք։ Ինչ վերաբերում է նաև ձեր շահագրգռվածությանը, ՄԻԵԴ-ը նաև մի արձանագրում է արել, որ ժամանակին պետության կողմից ներկայացրած նարատիվները համոզիչ չեն ՄԻԵԴ-ի համար։ Այսինքն, այնպիսի նարատիվներ են ներկայացվել, որոնք միտված են եղել քողարկելու իրականությունը, ինչը արձանագրել է ՄԻԵԴ-ը։ Եվ նաև բարիկադի մյուս կողմում գտնվող մարդկանց վրա բարթելուն է միտված եղել ոճրագործությունը։ Այս էր կարևոր։ Այդ արդեն քանի տարի է անցել, 17 տարի անցել է, 17 տարի ասում են վիդեոներ կան, որ ցուցարարների միջից բան ա եղել, կրակոց ա եղել, էս ա եղել, այն ա եղել։ Լավ էր մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրեց, որ տենց բան ընդհանրապես գոյություն չունի, տենց որևէ հիմնավորում չկա եւ գոյություն չի ունեցել։ Մարդկանց ուղղակի գնդակահարել են։ Ուղղակի գնդակահարել են, մյուսներին ընդ որում կոնկրետ թիրախ չեն ունեցել, որ այսինչ անին։ Գնդակահարել են, ասեն առաջին պատասխանին գնդակահարեք, որ մյուսները ահաբեկվեն։ Հիմա մենք ընկել ենք բան, վաղեմության ժամկետ, չգիտեմ ինչ, ինչ վաղեմության ժամկետ։ Դա ահաբեկչական ակտ է, որը պետք է կոնկրետ գնահատականի արժանանա։ Շնորհակալ եմ։